անվտանգ, հուսալի եւ որակյալ էներգամատակարարումն Էջմիածնի, Արմավիրի եւ Բաղրամյանի տարածաշրջաններում այլևս իրականություն է։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը շարունակում է բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղված իր ներդրումային ծրագրերը։ Ընկերության կողմից կենտրոնացված աշխատանքներ են տարվում ուղղված էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը։ Փայտյա հենասյուներով գծերը կառուցված, փոխարինվել են երկաթբետոնյա հենասյուներով։ Գիծը կառուցելու հետ մեկտեղ մենք պահպանել ենք անվտանգության գոտիները բնակիչների հետ, որը նախկինում խախտված էր եղել։ Քանի որ նախկինում հենասյուները գտնվում էին բնակիչների տնամերձ հողակտորների տարածքում, դժվարություններ էին առաջանում վթարային իրավիճակներում աշխատանքներ իրականացնելիս։ Կային տարածքներ, որոնք փակ էին եւ տեխնիկա մոտեցնելը բավականին բարդ էր։ Այսօր այդ խնդիրը լուծված է։ Օդային գծերը կառուցվում են ճանապարհի եզրով, ինչի շնորհիվ վթարավերականգնողական աշխատանքները ավելի արագ եւ անվտանգ կլինեն։ Միաժամանակ համել վերանորոգվել է 04 ցածր լարման օդային գիծը։ Նույն ձևի փոխարինվել է բաց հաղորդալարերը մեկուսացված հաղորդալարերով բնակչության անվտանգության ապահովելու համար։ Մասնավորապես Էջմիածնի շրջանում վերակառուցվել է թվով 6 օդային գիծ, փոխարինվել է 4000 մալուխային եւ 14000 մետր օդային գիծ, որոնք սնում են 19 գյուղ։ Հիմնանորոգման է ենթարկվում Ակադեմիա 10 կիլովոլտ օդային գիծը, որը անմխիթար վիճակում էր երկար տարիների ինտենսիվ շահագործման պատճառով։ Վերանորոգումները կատարվում են մի քանի փուլերով։ Սկզբնական շրջանում մենք նմանատիպ գծերի ամենաթույլ հատվածները, մաշված, թուլացած հատվածները փոխարինում ենք նորերով։ Երկրորդ փուլով արդեն սկսենք վերանորոգման ենթարկել գծերի այն հատվածները, որոնք արդեն մաշվածության են աստիճանի են, որ ուժեղ քամիների, անձրևների ժամանակ վթարներ են առաջացնում։ Ակտիվ աշխատանքներ են ընթանում Բաղրամյան համայնքում, ապա մոնտաժվում են հին օդային գծերը, կառուցվում նորերը։ Մոտավորապես կառուցելու ենք 2.5 կիլոմետր գիծ, դրա արդյունքում դուրս է գալիս սեփականաշնորհված տարածքներից մոտավորապես մի 8-9 կիլոմետր գիծ, որը եւ սպասարկման եւ շահագործման տեսանկյունից շատ բարդ էր, որտեղ չունենք ճանապարհներ, տեխնիկա օգտագործելու եւ վերանորոգման աշխատանքներ կատարելու։ Դրա համար նպատակարար են գտե կառուցենք այս գիծը, որպեսզի այդ անանցանելի տարածքները դուրս գան սպասարկման տարածքից։ Աշտարակի, Բաղրամյանի եւ Արմավիրի շրջաններում ընդհանուր առմամբ կառուցվել է 5 օդային գիծ, որոնցից սնվում են 11 գյուղ։ Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից իրականացվող աշխատանքները բարձր են գնահատում մարզի բնակիչները։ Էներգամատակարարման որակը բարձրացել է, վթարները գրեթե վերացել։ Նախկինում անջատումներն շատ, թեթև քամուց, թեթև անձրևից անընդհատ անջատվում էր։ Հիմա արդեն կարգավորվել է։ Առաջիկայում նախատեսված է վերակառուցել 14 օդային գիծ Ապարանի, Թալինի, Կոշի եւ այլ շրջաններում, փոխարինել ավելի քան 26000 մետր օդային գիծ, որից սնվում են մոտ 50 գյուղեր եւ բնակավայրեր։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներդրումները 2024 թվականի ընթացքում կազմել են ավելի քան 40 միլիարդ դրամ, իսկ 2025-ին կկազմեն ավելի քան 47 միլիարդ դրամ։ Հաստատվել է ընկերության առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը, որի արժեքը 305 միլիարդ 424 միլիոն դրամ է։ Այս գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի եւ սմարթ հաշվիչների ներդրմանը։